Երբևէ մտածել եք, թե ինչու վրացերեն նման չէ աշխարհի ոչ մի լեզվի, ոչ ռուսերենին, ոչ թուրքերենին եւ ոչ էլ հայերենին։ Ընդհանրապես ոչինչ։ Եվ սա պատահականություն չէ։ ԴՆԹ վրացական այս հարցի պատասխանն ունի։ Գիտնականներն ապացուցել են, որ վրացիները կրում են այն մարդկանց գեները, ովքեր եղել են մոլորակի առաջին ֆերմերները։ Հենց այստեղ այս հողի վրա մարդկությունն առաջին անգամ ցորեն ու խաղող ցանեց։ Եվ նույն ԴՆԹ-ն ապրում է վրացիների մոտ մինչ օրս։ Ճիշտ է, որ սվանական լեռան վրացիներն ունեն մեկ հոպլոխմբի ամենաբարձր համակենտրոնացումը աշխարհի բոլոր ժողովուրդների մեջ։ Ովքեր էին կոլխիները, այն խորհրդավոր ժողովուրդը, որտեղից ըստ լեգենդի գալիս են վրացիները։ Իսկ ինչ է ասում գենետիկան արգոնավորտների եւ հույների հետ նրանց կապի մասին։ Իսկ ինչու են վրացիները գենետիկորեն ավելի մոտ հայերի, քան ադրբեջանցի հարևանների հետ։ Այս ամենը այսօրվա տեսանյութում։ Բարի գալուս Roots of Time ալիք։ Արդեն տպագրվել են բազմաթիվ ազգերի մասին հարցեր։ Դիտեք նրանց նույնպես։ Այսօր վրացիները։ Եկեք գնանք։ Հասկանալու համար, թե որտեղից են վրացիները, պետք է հասկանալ, որ ժամանակակից Վրաստանի տարածքը մոլորակի հնագույն մարդկանց բնակավայրերից մեկն է։ Ոչ միայն հնագույնները, այլև առանցքայինները։ Այստեղ էր, որ տեղի ունեցան մի քանի իրադարձություն, որոնք փոխեցին ողջ մարդկությունը։ Դմանիսին փոքր քաղաք է Վրաստանի հարավում։ Հենց այստեղ են հայտնաբերվել Աֆրիկայից դուրս եկած ամենահին մարդկանց մնացորդները։ Մոտ 1.8 միլիոն տարեկան։ Սրանք ժամանակակից վրացիների նախնիները չեն։ Բայց սա նշանակում է, որ այս երկիր մոլորակի վրա մարդիկ ավելի երկար են բնակվել, քան Աֆրիկայից դուրս մոլորակի գրեթե ցանկացած այլ վայր։ Մոտ 10,000 տարի առաջ այստեղ հեղափոխություն է տեղի ունեցել։ Մարդիկ սկսեցին ցորեն աճեցնել, անասնապահությամբ զբաղվել, գինի պատրաստել։ Հենց Վրաստանի տարածաշրջանում եւ հայկական լեռնաշխարհում առաջացել է գյուղատնտեսությունը։ Սա մարդկության պատմության ամենակարևոր պահերից է, եւ այդ մշակույթի կրողները ԴՆԹ-ով ժամանակակից վրացիների անմիջական նախնիներն են։ Հետո հայտնվեցին կոլխացիներն ու իբերացիները, սրանք հին քարտվելական գերիներ են, որոնք դարձան ժամանակակից վրացիների նախնիները։ Կոլխիտան հենց այն վայրն է, որտեղ արգոնավորտները նավարկեցին դեպի ոսկեգեղմը։ Սա պարզապես առասպել չէ, այն իրական երկիր է, որը գոյություն է ունեցել Վրաստանի արևմտյան ափին մփթեպը 8-6-րդ դարերում։ Վրացական Իբերիայի թագավորությունը աշխարհի հնագույն պետություններից մեկն է։ Այն առաջացել է մոտ ՄԹՏԱ 4-րդ դարում։ 337 թվականին Վրաստանն ընդունեց քրիստոնեությունը աշխարհում առաջիններից մեկը։ Հռոմից առաջ, եվրոպական երկրների մեծ մասի առաջ։ Միայն հայերն են դա մի փոքր շուտ ընդունել։ Հետո եկան տարբեր նվաճողներ, պարսիկներ, արաբներ, մոնղոլներ, սելջուկ թուրքեր, օսմանցիներ։ Վրաստանը բաժանված էր մի քանի թագավորությունների, տուժել է ասպատակություններից եւ կորցրել բնակչությունը։ Բայց ամեն անգամ այն վերականգնվել է եւ ամեն անգամ պահպանել է իր լեզուն, իր գիրը, իր գենետիկան։ Սարերը նորից պաշտպանեցին ժողովրդին։ Հիմա տեսնենք, թե ինչ է ասում գիտությունը։ Երբ գիտնականները վերլուծեցին վրացիների ԴՆԹ-ն, շատ հետաքրքիր բան գտան։ Վրացական գենոֆոնդը Կովկասում ամենատարբեր գենոֆոնդներից մեկն է, բայց մի քանի շատ բնորոշ հատկանիշներով։ Վրացական գենոֆոնդի հիմնական առանձնահատկությունը հոպլոգրամ 2A-ն է։ Հիշեցնեմ, որ հոպլոգրամը նման է արական գծով նախնիների ազգանունին, որը փոխանցվել է հազարավոր տարիներ առանց փոփոխության։ 2A-ն հանդիպում է վրացի տղամարդկանց մոտ 30%-ի մոտ։ Բայց սա միջին ցուցանիշ է։ Լեռնային վրացի սվանների շրջանում տղամարդկանց 78% ունի, սա այս հոպլոխմբի ամենաբարձր համակենտրոնացումն է աշխարհի բոլոր ժողովուրդների մեջ։ Ինչ է 2A-ն եւ ինչու է այն այդքան կարևոր։ 2A-ն առաջացել է մոտ 10,000 տարի առաջ արևմտյան Իրանում, Զագրոսի լեռներում։ Հենց դրա կրողներն են եղել աշխարհի առաջին ֆերմերները։ Նրանք գյուղատնտեսությունը մերձավոր արևելքից բերեցին Եվրոպա եւ Կովկաս։ Հենց 2A-ով մարդիկ առաջինը ցորեն ցանեցին, կառուցեցին առաջին գյուղերը եւ պատրաստեցին առաջին գինին։
Վրացիները կրում են իրենց ԴՆԹ-ն։ Երկրորդ խոշոր հապլոգրամը ջերկուն է։ Վրացի տղամարդկանց մոտ 29%-ը։ Սա Մերձավոր Արևելքի եւ Կովկասի հնագույն ժողովուրդների նշանն է։ Հայերը, ադրբեջանցիները, հույները, իրանցիները ունեն ջերկու։ Սա Մերձավոր Արևելյան հնագույն բնակչության եւս մեկ շերտ է, որը բնակություն է հաստատել Կովկասում հազարավոր տարիներ առաջ։ Հետաքրքիր փաստ։ Վրացիներն ունեն նկատելի Էրմեգբի բաղադրիչ մոտինը։ Սա նույն հոպլո խումբն է, ինչ արևմտյան եվրոպացիների, իռլանդացիների, ֆրանսիացիների եւ իսպանացիների մեծ մասը։ Սա մի քանի հազար տարի առաջ տարածաշրջան եկած հնդեվրոպական ժողովուրդների հետքն է։ Սա հերթական անսպասելի կապն է։ Վրացիներն ու իռլանդացիները արական գծով ընդհանուր նախնիներ ունեն։ Ընդհանուր առմամբ վրացական գենոֆոնդը մի քանի բաղադրիչներից բաղկացած շերտային թխվածք է։ Ամենահին ու ամենակարևորը Գերկու Ան է աշխարհի առաջին ֆերմերներից, այնուհետև Գերկուը, հին Մերձավոր Արևելքի ժողովուրդներից, հետո Էրմեգբին եւ Էրմեգ-Ան հնդեվրոպական միգրացիայի ալիքներից։ Այս ամենը միասին ստեղծում է վրացական յուրօրինակ պրոֆիլ։ Բայց ամենահետաքրքիրն այն է, թե ինչու են սվաններն այդքան տարբերվում մյուս վրացիներից։ Իսկ հիմա ամենաանսպասելի բացահայտումները, որ տվել է վրացիների գենետիկան, բաներ, որոնց մասին քչերը գիտեն։ Առաջին բացումը. սվաններն առաջին ֆերմերների գենետիկայի կենդանի կրողներն են։ Սվաններն ապրում են Վրաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սվանեթի լեռնաշխարհում։ Սվան տղամարդկանց 78%-ը կրում է Գերկուա։ Սա պարզապես շատ չէ, դա ռեկորդ է ողջ մարդկության համար։ Աշխարհում ոչ մի այլ ժողովուրդ չունի մեկ հոպլոխմբի նման համակենտրոնացում։ Լեռներում գտնվող սվանները պահպանել են 10,000 տարի առաջ այստեղ ապրած մարդկանց գենետիկան։ Երկրորդ բացումը. վրացական գինին ամենահինն է աշխարհում։ Սա պարզապես լեգենդ չէ։ 2017 թվականին Վրաստանում հայտնաբերվել են 8000 տարվա վաղեմության գինեգործության հետքեր։ Սա աշխարհի ամենահին գինին է եւ գենետիկորեն վրացիները պատմության մեջ առաջին գինին պատրաստած մարդկանց անմիջական ժառանգներն են։ 8000 տարի առաջ նրանց նախնիները տրորել են խաղողը եւ նրանց ԴՆԹ-ն դեռ կենդանի է։ Երրորդ բացահայտում. վրացերենը լեզվական մեկուսացում է։ Վրացերենը նման չէ աշխարհի ոչ մի լեզվի։ Նա օսվանսկու, միգրելսկու եւ լասկու հետ կորտվելների ընտանիքի մի մասն է։ Եվ այս ամբողջ ընտանիքն այլ բանի հետ կապված չէ։ Գենետիկան հաստատում է. վրացիներն այս հողի այնպիսի հնագույն բնակիչներ են, որ նրանց լեզուն զարգացել է մեկուսացված հազարավոր տարիներ շարունակ։ Լեզվի յուրահատկությունն արտացոլում է գենետիկ պատմության եզակիությունը։ Չորրորդ բացահայտում. վրացիներն ու իտալացիները անսպասելի հարազատներ են։ Գերկու հապլոգրամի համաձայն վրացիները եւ որոշ իտալացիներ, հատկապես Սարդինիայում, ունեն ընդհանուր նախնիներ։ Սրանք առաջին ֆերմերներն են, ովքեր դուրս են եկել Մերձավոր Արևելքից եւ Կովկասից մոտ 8000 տարի առաջ։ Ոմանք եկան Եվրոպա եւ հաստատվեցին Իտալիայում, մյուսները մնացին Կովկասում։ Սարդինացին ու Սվանը շատ հեռավոր, բայց իրական հարազատներ են։ Բացում 5. Միգրելներն ու լազերը առանձին գենետիկ պատմություն են։ Միգրելներն ապրում են արևմտյան Վրաստանում։ Լազերը հիմնականում Թուրքիայում են, Սև ծովի ափին։ Գենետիկորեն նրանք շատ մոտ են վրացիներին, բայց ունեն իրենց առանձնահատկությունները։ Ծույլը մի փոքր ավելի շատ անատոլիական բաղադրիչ է կրում։ Սա Թուրքիայում նրանց երկար բնակության եւ Անատոլիայի բնակչության հետ խառնվելու հետքն է։ Բացում 6. Վրաստանը այն երկիրն է, որտեղից առաջացել է Եվրոպայի ԴՆԹ-ն։ Հին ԴՆԹ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջին ֆերմերները, ովքեր գյուղատնտեսություն են բերել Եվրոպա, եկել են հատկապես Անատոլիայի եւ Կովկասի տարածաշրջանից։ Սա նշանակում է, որ ժամանակակից եվրոպացիների մեծ մասը իրենց գենետիկական բաղադրիչներից մեկով այն մարդկանց ժառանգներն են, ովքեր ապրել են Շսակուբնո եւ Թուրքիայի տարածքում մոտ 10000 տարի առաջ։ Վրաստանը բառացիորեն Եվրոպայի գենետիկ ծագումներից մեկն է։ Վրաստանը փոքր երկիր է, բայց գենետիկորեն այն շատ բազմազան է։ Տարբեր շրջաններ կրում են տարբեր գենետիկական պրոֆիլներ։ Սվանեթին ամենամեկուսացված շրջանն է։ Գերկուայի տեղացի սվան տղամարդկանց 78%-ը խոսում է առանձին լեզվով, որը մյուս վրացիները չեն հասկանում։ Նրանք պահպանել են յուրահատուկ ավանդույթներ, յուրահատուկ ճարտարապետություն եւ յուրահատուկ գենետիկա։ Լեռները հազարավոր տարիներ պաշտպանել են նրանց ցանկացած խառնումից։ Կախեթի արևելյան Վրաստան վրացական գինեգործության սիրտը։
Գենետիկորեն կախեցիները կրում են ավելի շատ ջերկու եւ ավելի շատ արևելյան ազդեցություն։ Դա բացատրվում է պարսիկների եւ արևելքից եկած քոչվորների հետ պատմական շփումներով։ Բայց դերկուան այստեղ նույնպես առկա է որպես հիմնական նշիչ։ Թբիլիսի եւ կենտրոնական Վրաստան ամենախառը շրջան։ Թբիլիսը միշտ եղել է առևտրային քաղաք Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում։ Այստեղ ապրում էին հայեր, պարսիկներ, արաբներ, ռուսներ, հրեաներ։ Վրացիների մեջ գենետիկ թբիլիսցիներն ամենատարբերն են։ Աջարյան հարավ-արևմուտքում սահմանակից է Թուրքիային։ Աջարացիները մահմեդական դավանանքի վրացիներ են։ Գենետիկորեն նրանք կրում են մի փոքր ավելի շատ անատոլիական բաղադրիչ Օսմանյան տիրապետության տակ գտնվող դարավոր կյանքի եւ թուրք բնակչության հետ հարևանության պատճառով։ Բայց վրացական հիմնական գենոֆոնդը պահպանվել է։ Ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ հավատափոխությունը չի նշանակում գեների փոփոխություն։ Ինչ է նշանակում այս ամենը վրացական ինքնությունը հասկանալու համար։ Գենետիկան տալիս է մի քանի շատ կարևոր պատասխաններ։ Առաջին եզրակացությունն այն է, որ վրացիներն աշխարհի առաջին ֆերմերների անմիջական ժառանգորդներն են։ Երկուան, որը գերիշխում է վրացական գենոֆոնդում, 10,000 տարի առաջ մարդկության պատմությունը փոխած մարդկանց ԴՆԹ-ն է։ Առաջին անգամ հացահատիկ ցանեցին, առաջին անգամ գինի պատրաստեցին։ Այս ԴՆԹ-ն վրացիները կրում են որպես կենդանի վկայություն։ Իրանի եզրակացություն 2։ Վրաց լեզուն ու մշակույթն այն վահանն են, որը ժողովուրդը պահպանել է։ 5-րդ դարում ստեղծված վրացական գիրը աշխարհի 14 եզակի գրային համակարգերից մեկն է։ Այն հնարավորություն տվեց պահպանել գրականությունը, պատմությունը, կրոնական տեքստերը։ Մշակույթը պահպանեց գեները։ Գեները հաստատում են մշակույթը։ Եզրակացություն 3։ Վրաստանը Եվրոպայի գենետիկական ծագումներից մեկն է։ 8000 տարի առաջ Եվրոպա եկած առաջին ֆերմերները եկել են այս տարածաշրջանից։ Սա նշանակում է, որ եվրոպացիների մեծ մասի գեների մի մասն արմատավորված է այս հողում։ Վրաստանը պարզապես երկիր չէ Կովկասում, այն եվրոպական քաղաքակրթության աղբյուրներից մեկն է։ Իսկ իրենք վրացիները այստեղ ավելի երկար են ապրել, քան եվրոպական երկրների մեծ մասը։ Վրացական գենետիկան պատմություն է մի ժողովրդի մասին, ով ապրել է իր հողի վրա այն ժամանակներից, երբ մարդկությունը նոր էր բացահայտում գյուղատնտեսությունը, սվաններն իրենց եզակի գերկուաով, աշխարհում առաջին գինիով։ Լեզուն ոչ մի բանի նման չէ։ Սրանք բոլորը մեկ զարմանալի պատմության մասեր են։ Մարդիկ, ովքեր կանգնած են եվրոպական քաղաքակրթության ակունքներում։ Եթե այս տեսանյութը հետաքրքիր էր, խնդրում ենք հավանել եւ բաժանորդագրվել Roots of Times-ին։ Արչևում բելարուսները, օսերն ու շատ այլ ժողովուրդներ են։